Անդրանիկ ողջույն։ Բարև ձեզ։ Վերա Մարտիրոսյան, Նյուզայ եմ։ Ուրախ եմ Անդրանիկ Հարությունյան կամերային թատրոն։ Մենք 59 հարց ենք պատրաստել քեզ համար։ Ընդամենը այդքան քիչ։ Ցենք 59-ից։ Գնացինք։ Գիտեմ այսօր ներկայացում ունես։ Ինչ ներկայացում է դա։ Ներկայացում ունեմ, բայց ոչ կամերային թատրոնում, ներկայացում ունեմ Նարեկ Դուրյանի մոտ, Գրողների միությունում, կամերային թատրոնում հիմա եկել եմ, որպեսզի փորձանեմ, բայց մի փոքր ուշ ենք ավելու փորձ։ Քո մարմնավորած կերպարներից որն ես ամենից շատ սիրում։ Թատրոնում թե կինոյում կամ ընդհանրապես։ Կամերային թատրոնում իմ մարմնավորած կերպարներից ամենաշատը սիրում եմ, բոլորն եմ սիրում, բայց ամենայն որ առանձնացնում եմ դա Նազար Նազարովիչի վերջ ներկայացումն է, կներեք էլի։ Մարամ ծուզա կոֆե ես տալի մեզ 3 հատ։ Բայց 2 հատ դու էլի։ 3 հատ դի հա կինոս էլ ասել էլի ինքն է կխմի 2 հատ։ Մեկը դառը, հա, մեկը շատ քաղցր։ Մերսի։ Ուրեմն համեցեք ընդ կերպարներից ուրեմն կամերային թատրոնի ներկայացումներից սիրում եմ կառավարը Նազար Նազարովիչի վերջը, իսկ սերիալներից տենց ես ինչ չհնչի, բայց երևի թե հալալ զուլալի կերպար է։ Իսկ քո մարմնավորած կարգին հաղորդման սկեչերից ո՞ր մեկն ես ամենից շատ սիրում։ Չեմ ուզում առանձնացնել, որտեղ բոլորը մեկը մեկից հետաքրքիր ու լավն են։ Սա ինչ սենյակ է։ Սա բիբլիոթեկան է մեր, որտեղ որ հավաքվում ենք, փորձեր ենք անում, կարդում ենք, բայց չեմ հիշում իրականում վերջի անգամ ինչ եմ կարդացել, բայց ամեն դեպքում իսկ հիշում ես երբ ես կարդացել։ Չէ, դա չեմ հիշում։ Ինտերնետով երևի տենց բաներ, նյութեր։ Անդրանիկ դերասան ծնվում են թե դառնում։ Դառնում։ Բոլոր ժամանակների լավագույն հայ դերասանը։ Չեմ ուզում ոչ մեկին վիրավորեմ կամ չգիտեմ ինչ, իմ համար բոլոր ժամանակների ամենալավագույն դերասանը դա մեր Մկրտչյանն է։ Անփոխարինելի մարդ կարծում եմ չկա նրա նմանը։ Սա քո սենյակն է։ Հա, սա իմ սենյակն է, տենց իմ նկարները, իմ մազիլակը, փչում եմ մազերից, որ բիզ կանգնի, էլի նորմալ ներկայացումներից առաջ միշտ հարդարված գեղեցիկ դուրս գանք բեմ։ Ֆիլմերից սիրած արտահայտությունը։ Չեմ կարող հենց հիմա մտաբերել, որովհետև շատ հետաքրքիր նախադասություններ կան, չեմ եկեք այդ հարցին մի քիչ ուշ պատասխանեմ, լավ, ընթացքում այսինքն։ Լավ, որ դերասանին ես դու նման արտաքնապես։ Հարցը հետաքրքիր է, պատասխանում եմ։ Կարծում եմ Լուի դը Ֆյունես, հա, ճաղատության հետ կապված երևի։ Իդեպ ասում են նա հայկական արմատներ ուներ։ Չէ, հայկական արմատներ չունի, ես գիտեմ, որ նա նրա տան աշխատողը, հա, հայ է։ Այդպես գիտեմ, բայց արմատներ չէ, բայց ինքը ես գիտեմ, որ շատ սիրում է տոլմա հայկական, այդ ինտերվյուների մեջ իր լսել եմ։ Հիմա մենք շարժվում ենք դեպի ֆոյե, մեր թատրոնի, համեցեք։ Քաղաքական գործիչներից հայ, ով կարող է լինել լավ դերասան։ Անունը չասեմ, կարծում եմ բոլորս իրեն լավ գիտենք։ Որ պահին ես դու զգացել, որ պետք է դառնաս դերասան։ Մի 10 տարի, չէ, 10 չէ, 2002 թվականից արդեն 15 տարի առաջ, հա, 15 տարի առաջ քնիցս արթնացա ու որոշեցի դառնամ դերասան։ Ժամանակակից հայկական ֆիլմերից որն է ամենահաջողվածը։ Չասեմ տենց, որ ես նկարվել եմ մեջը դրա համար, բայց դիտելույթյան առումով քանակով ու իր սիրվածության, որ բոլորը տենց հետաքրքիր նայել են, մինչ այսօր էլի խոսակցություն կա, անգամ այնքան սիրվեց, որ երկրորդն են նկարում, սուպեր մաման կարծում եմ։ Քո երազանքի դերը։ Չունեմ այդպիսի բան։ Բոլոր դերերը, որ ես կատարում եմ, իմ համար երազանք է։ Ամենաանտաղան դերասանը։ Անդրանիկ Հարությունյանը։ Ամենագեղեցիկ դերասանուհին։ Վայ, Մերլին Մոնրո։ Ինչ ես կարծում, եթե նախորդ տարի Դիկապրիոյին չտային Օսկարը, ինչ տեղի կունենար։ Հոլիվուդում ամստամբություն կսկսեր։ Ես կարծում հեղափոխություն կսկսեր, ըստ դրա էլ ինձ թվում է Օբամային հանեցին աշխատանքից։ Տենց հեղափոխություն եղավ, ինչ եղավ, չգիտեմ, բայց ամեն դեպքում հանեցին նրան դրա համար։ Չտվեցին, խոսակցությունները սկսեց գնալ դրա համար։ Ինչ որ բան են ուզում ասեն ինձ հետևից, ասա մերի։ Հա, ձերքով էր անում ուղղակի, թե ինչ-որ բան ես ուզում հիշացնես։ Կինս է ժողովուրդ, բալիկս է, անես չի որ տենց ամեն օր իմ հետ են, հա, ուղղակի տեղ պետք է գնան, դա գնանք իրար դրա համար եկել են։ Դե մենք դե մոտ 40 հարց ունենք։ Ինչը երբեք չի անի իսկական դերասանը։
ինչ երբեք չի անի, եթե թատրոնի բեմի կամ դերասանության հետ է կապված, կարծում եմ չկա այդպես բան, որ չանի, ու առհասարակ դերասանի համար չկա բառը կամ չէ բառը չկա։ Քո նոր նախագծերից որն է ամենից հետաքրքիրը։ Նոր նախագիծ դեռ չկա, առաջարկներ չկան, հիմա ինտերնետի հետ կապված մի հատ ինչ-որ հաղորդում ենք անում, որից հետո, չգիտեմ, կսիրվի դա թե չէ, այսինքն դա մենակ դիտելու են համացանց նայողները։ Նկարագրիր քեզ 3 բառով։ Գեղեցիկ, սիրուն, խելացի։ Չէ, սիրուն ու գեղեցիկը նույնն էր, գեղեցիկ, ընտանիքասեր, խելացի։ Համեցիկ։ Սա մեր բեմն է, մեր դահլիճն է եւ մեր բեմը, որտեղ որ մենք խաղում ենք ներկայացումներ, իմիջիայլոց այսօր այստեղ թատրոնում ներկայացում կա, շոու համար 3 ներկայացումն է, պարզապես ես զբաղված չեմ։ Կստացի ստե հով է երեխեք, կարելի է ստե մնալ։ Մնացինք։ Նկարագրիր ինձ 2 բառով։ Նկարագրեմ քեզ 2 բառով։ Կարճ մազերով, կապուտ աչքերով, սևամորձ։ Մի խոսքով այն ինչը որ գեղեցիկ է, կանանց գեղեցիկ ասում է, դա ձեր վրա կա 3 բառ։ Հատկապես կապույտ աչքերը, այո, կապույտ աչքերով։ Նկարագրիր Երևանը 1 բառով։ Չեմ կարող, որովհետև չկա նմանը։ Ամենասիրելի վայրը Երևանում։ Այ, շատ եմ սիրում Աբովյան փողոցը։ Ամենատգեղ շենքը մեր քաղաքում։ Բոլորը իր համն ու հոտն ունեն, անկեղծ որ ասեմ չկա։ Երբևիցե մտածել ես հեռանալ Հայաստանից։ Բացարձակ։ Ավելին ասում, գնում եմ իմ ծննդավայր, որտեղ որ Դիլիջանն է, այնտեղ եմ ծնվել մեծացել, 2 օր հետո շատ արագ ուզում եմ գամ Երևան, որտեղ կարոտում եմ։ Ում արձանն է պակասում Երևանում։ Ժողովուրդ հերիքա էլ ինձ թվում, արձանները շատ են։ Չեմ կարող ասեմ, չգիտեմ, քայլենք թե նստենք մնանք, ուզում եմ հասկանալ, վերջը։ Ոնց ասեք։ Ոնց քեզ հարմար է։ Եկեք քայլենք, լավ։ Եկեք sense պատտվենք, գնանք ֆոյեում նստենք, որտեղ որ կաֆեատիպ այդպեսի տեղ է, կարող ենք նստել։ Ըստ քեզ ով է հայոց պատմության լավագույն թագավորը։ Տիգրան Մեծ, ըստ իս։ Հայկական որ անուններն ես սիրում եւ չես սիրում։ Եղբորս անունն է իմ համար շատ թանկ, Կարեն։ Անդրանիկն եմ շատ սիրում, որովհետև ինքը հենց իրանով թարգմանաբար ասեմ ինչ ասեմ, կոչվում է առաջին։ Բայց ցավոք ես առաջնեկը չեմ մեր տան, երկրորդ երեխան եմ։ Այդպես։ Երբ ես վերջին անգամ արտասվել։ Այստեղ նստենք։ Ես հիմնականում վերջին անգամ ասեմ երբեմն արտասվել։ Ֆիլմերից դիտում էի ուրեմն բանը, Մերի ջան պետք է հիշացնես վերջի անգամ որ ֆիլմը դիտեցինք, Կյանք ու կռիվ, այո, Կյանք ու կռիվ ֆիլմը դիտեցինք, ես անկեղծ եմ ասում 3 անգամ նայել եմ, նստի վերջը, համեցիք, արդեն նստեցիք, վերջի անգամ նայել եմ այդ բանը, Կյանք ու կռիվ ֆիլմը և 3 անգամ նայելուց հետո 3 անգամ էլ նույն տեղերը հուզվել եմ։ Իրականում սրտից թույլ անձնավորություն եմ ես։ Երբ ես վերջին անգամ հայհոյել։ Ամեն օր։ Հենց մի հատ մեքենակ վարում եք, չէ՞ դուք։ Իհարկե։ Ամեն օր։ Լավ կլինի չհանդիպենք, չէ՞ փողոցում։ Կարծում ես վերջին տասնամյակում հայ տղաները փոխվել են։ Իհարկե։ Էլ այն շատ քյարթույությունը, էլ այն շատ վատ պահվածքը չկա կարծում եմ երիտասարդների մեջ։ Ինչու են հայ տղամարդկանց մեծ մասը սիրում սլավոնական ազգերի կանանց։ Ասում եմ ռսի պարավը չկա, չէ՞, այտենց մի հատ խոսք կա, այտենց են ասում, ես գիտեմ որ այտենց է։ Դե ես չգիտեմ, որը ես էլ եմ սիրում, ինչի՞ չէ։ Հայ տղամարդկանց ամենամեծ թերությունը։ Ինքնավստահ լինելը երևի։ Իսկ առավելությունը։ Էլի ինքնավստահ լինելը, որովհետև ինքը երկու ձևով է օգտակար է լինում։ Լավ, արի օգտագործենք քո դերասանական տաղանդները։ Կարող ես պատկերել, թե ինչպես են արձագանքում հայ աղջիկները, երբ իրենց հաճոյախոսում է ոչ համակրելի տղան։ Պատկերիր։ Ինչպես են ինչ անեմ։ Դու հայ աղջիկ ես, քեզ հաճոյախոսել է ոչ այդքան համակրելի տղա։
Եթե ես այս դեմքով հայ աղջիկ լինեմ, արդեն ես էլ եմ ոչ համակրելի, սկսենք այդտեղից։ Բայց ամեն դեպքում ինձ թվում է կարող է մենտալիտետից ելնելով հայ երիտասարդների հիմնականում, որ մի քիչ գումար ունենամ, այսինքն դիմացի տղան, հա, որ ինձ հաճո է խոսում, մի քիչ գումար ունենա ու զգացի, որ ինքը հարուստ է, միանշանակ կարձագանքեմ շատ նորմալ։ Լավ, հիմա պատկերի թե ինչպես կնային Մոնիկա Բելուչի Մալենային, եթե նա քայլեր Երևանում, եւ ինչպես նրան կնային հայ տղաները, ինչ հայացքով։ Չեմ կարծում կհասցնեին մի ակնթարթից ավել նայել, որովհետև ուշագնաց չասեմ, բայց ամեն դեպքում վատ կավարտվեր։ Չգիտեմ, չեմ ուզում այդ բառը ասեմ, բայց դե Մոնիկա Բելուչին հեսա որ գեղեցկուհի է, սիրուն է, բայց Մոնիկա Բելուչիից սիրուններն էլ կան, օրինակ իմ կինը շատ ավելի լավն է, քան Մոնիկա Բելուչին։ Լավ, արի սենց, պատկերացրա սա Դոնալդ Թրամփի ձեռքն է, որն ուզում է քեզ բարևել։ Ինչպես կարձագանքես։ Դե ինձ թվում է կբարևեմ։ Փաստորեն այս անգամ նրան մեկը բարևեց։ Այն շուտ չեմ բարևում, չէ՞, վերջերս իրան կռիվ անում միշտ բան։ Պետք է ընտրես։ PR-ը կարծում եմ։ Ես որ խոսում եմ մի ընդհատի խնդրում եմ ինձ ասա հիմա։ Կարող եմ։ Պետք է ընտրես Բիլ Գեյթսը քեզ առաջարկում է սովորեցնել հարստանալու բոլոր հմտությունները կամ էլ շեյխերից մեկը քեզ տալիս է 1 միլիոն եվրո։ Ընտրիր։ Ինձ թվում է Բիլ Գեյթսի հնարավորություն տալը, որովհետև մի անգամից հարստանալը մի քիչ լավ չի, որովհետև դու չգիտես ինչա լինելու։ Իսկ երբ սովորես ու հասկանաս ոնց է պետք գումար վաստակել, դա ավելի ճիշտ է կարծում եմ։ Որ ասում եմ, չտեսանք ճակատից, ոնց է, պատից կախ, տեսանք ճակատից կախ, այդ բանը չլինի, էլի։ $1 միլիոն տան մի անգամից տենց լավ կզգաս քեզ, հետո կվերջանա վերջ, իսկ սովորելը նորմալ է կարծում եմ։ Անդրանիկ, սիրում ես ֆուտբոլ։ Չէ։ Այդ ինչ պատահեց։ Հիասթափվեցի։ Լավ, այդ դեպքում գոնե 3 Թե չէ միջև այդ սիրում էիր, լավ ասեմ։ Դե դիտում էի։ Լավ։ Լավ, գոնե 3 ֆուտբոլիստի անուն կարող ես ասել։ Միանշանակ չեմ կարող չասել հայ ֆուտբոլիստներից մեր Հենրիկ Մխիթարյան, Արթուր Եդիգարյան, որի հետ վերջերս շատ մոտիկ ընկերներ ենք Արթուրի հետ, եւ շատ հետաքրքիր կերպ ժամանակին սիրել եմ Ռոբերտո Կարլոսին։ Շատ հետաքրքիր էր։ Լավ, այդ դեպքում պատասխանը ինչպես կարելի է չսիրել ֆուտբոլը։ Դե ուղղակի չեմ կարող հասկանալ, երևի հայ այն մարդկանց նման կպատասխանեն, որ ասում են մի հատ գնդակ են բանանում 22 հոգով վազում են հետևից։ 22 ճիշտ ասացի, չէ՞։ Այո։ Դարպասապահը 11, հա 22 հոգի։ Լավ, իսկ գիտես քանի րոպե է տևում ֆուտբոլը։ 90։ Անդակին բան գիտես։ Չգիտեմ, ուղղակի չեմ սիրում նայել։ Բայց որ խաղում են մեր մասնակիցները, մեր հայերը, մեր հայերի խաղերը նայում եմ հիմնականում դրսի հետ, որ գոնե բալետ անեն։ Լավ, այդ դեպքում գոնե մեկ հարցի պատասխանի։ Բարսելոնա թե Ռեալ։ Այդ տարբեր բան է, չէ՞, բաներ են։ Տարբեր մարդիկ են։ Տարբեր թմեր են նկատի ունեմ։ Ասում են։ Մի հատ ներկայացում ունենք, այդ ներկայացման մեջ բանը Բարսելոնայի մայկան էի ու շորերն էի հագնում, երևի թե Բարսելոնա։ Որտեղ կարծում եմ տենց շատ բան է, էլի, ոնց ասեմ, չէ, ճանաչված չէ, մի խոսքով Բարսելոնա։ Լավ, սկսենք մեր արագ բլիցը։ Գնացինք։ Մարկես թե Դաստոևսկի։ Դաստոևսկի։ Ամառ թե գարուն։ Գարուն։ Հավատք թե աթեիզմ։ Հավատք։ Թատրոն թե կինո։ Երկուսն էլ։ Բրիջիտ Բարդո թե Սոֆի Լորեն։ Սոֆի Լորեն։ Զբոսանք երեկոյան թե ուրախ խնջույք։ Զբոսանք երեկոյան։ Facebook թե Instagram։ Շատ խնդալու կնոր ասեմ одноклассник, բայց Facebook, Instagram։ Սելֆի թե բումերանգ։ Բումերանգ է, որ երոսը շպրտում են։ Հետա գալի բումերանգ երևի, հա։ Կոբուլեցի թե ջրաշխար։ Կոբուլեցի։ Ջրաշխարը թանկ է։ Անդրանիկ, Ջան։ ինչը կփոխեիր քո կյանքում։ Երևի ժամանակները հետ տայի մազ գար ու այնպես խնամ էի, որ էլ չգնար մազերը, բայց կարծում եմ սենց էլ վատ չի։ Ամենաստոր բանը, որ մարդ կարող է անել մարդու հանդեպ։ Կարծում եմ մարդասպանությունը։ Կյանքից հետո կյանք կա։ Ուզում եմ հավատալ, բայց կարծում եմ չկա։ Քո գործած մեծագույն սխալը։ Չեմ կարող հիշել։ Անկեղծ։ Նույնիսկ չի որ շատ են, բայց իրոք չեմ կարող մտաբերել։ Կատարյալ մարդու որակները։
մի հատ նայեք ինձ էլի խնդրում եմ։ Դու երջանիկ ես։ Միանշանակ։ Կյանքիդ ամենաերջանիկ րոպեն։ Երեխայից լույս աշխարհ գալը։ Եթե այլ մոլորակային հանդիպեիր, Երևանում ուր կտանեիր նրան։ Երևանում ուր կտանեի։ Բան, կոմայգի։ Չգիտեմ, տանը մնդեղ թող տենա, որ sense բաներ ստեղել կա էլի։ Այնտեղ իհարկե չկա։ Եվ մեր վերջին 59-րդ հարցը։ Գնաց։ Հալալ թե զուլալ։ Դե քանի որ հալալն եմ, հալալ ինձ թվում է, էլի ինչի պետք է ռասկրուտ կանեմ, որ սա կյանք արեցի էլի, հերիքը։ Դե լավ, թող հալալ լինի քո բոլոր գործերը, շնորհակալություն 59 հարցին պատասխանելու համար։ Կհանդիպենք։ Կհանդիպենք, ստեսություն։ Տեսա։ Անդրանիկ, արի պատկերացնենք, թե ես Դեզդեմոնան եմ, դու Օթելոն ես, ժամանակակից Օթելոն, ինչ կաներ, որ իմանար։ Արի ասեմ էլ, ինչ կաներ, արիստել է, արիլ է։ Այդ կաներ, քսել Instagram, հա, բա ոնց։ Սելֆի կաներ, քսել Instagram, տենան ինչքան լայք ու կոմենտներ ա գալի։